Ինչ վերաբերվում է Տաշիրում արված ներդրումներին, ես կարծում եմ, որ ձեր նշած անձը Տաշիրում չի արել կառավարության արած վերջին տարիներին կառավարության արած ներդրումների նույնիսկ 10%-ը Տաշիրում եւ չէր էլ կարող անել, որովհետեւ չի կարող որևէ մեկը կառավարության համապատասխան ներդրումներ անել։ Մենք այնտեղ դպրոց են կառուցել, ճանապարհներ են կառուցել, սուբվենցիոն ծրագրեր են կառուցել եւ այդ ընդհանրապես տրամաբանությունը, որ ինչ որ անձ, եթե տանձինք, այսինքն Հայաստանում անձեր կան, տենց բդեշխային տրամաբանության ինչ որ տարածքներ կապում են, փորձում են կապել իրանց հետ։ Այդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են։ Այդ թվում էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ։ Ընդհանրապես դուրս եկեք այդ տրամաբանությունից, եթե Հայաստանում տենց անհատական ներդրումներով հնարավոր հարցեր լուծված լիներ, բայց կառուցում ենք արդեն չեմ էլ հիշում, քանի հազար կիլոմետր ճանապարհ են կառուցել, հələ քանդված ճանապարհներ կան, բայց այդ որտեղից է ճանապարհները։ Բայց ներդրում են արել Հանրապետությունում 500 մանկապարտեզ են կառուցում։ 500 մանկապարտեզ։ Մեկը չի ասում, բայց երկիրը առանց 500 մանկապարտեզի ո՞նց է ապրել։ Այդքան երեխա մնացել է փողոցները։ Դա հետո ինչ ազդեցություն է ունեցել սկսած կրիմինալ վիճակից, շարունակած տնտեսական վիճակից։ Այդ մարդիկ ում բարեգործներ եք անվանում, ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին։ Այդ մարդիկ ինչքան այսպես չակերտավոր բարեգործություն է, այդ բարեգործությունը ծխածածկույթ է եղել Հայաստանի Հանրապետությունից գողանալու համար։ Բայց որ կառավարության նիստը տեսակ, ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսով վճռաբեկ դատանի որոշմամբ արդեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունը այլևս պետական սեփականություն է եւ առաջիկայում կդառնա կամ չգիտեմ ծերերի խնամքի կենտրոն կամ որևէ այլ բան։ Այսինքն դուք ընդհանրապես այդ մարդիկ իրանց ունեցվածքով նույնիսկ չեն կարող համեմատվել այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։